ուզում եմ իրար հետ ապրենք, Լիզ, որ պապատ ու Ադելը երկրից գնան, մենք կգնանք եկեղեցի, հետո կգնանք մեր տուն, հա? Չէ։ Դե, ինչի տենց շուտ։ Ինչն է շուտ, Լիզ։ Մի քիչ շփվենք, իրար ճանաչենք նոր, հա? Չէ, այդ նկատի չունեմ։ Ուղղակի առջևում Ադելի վիրահատությունն է, ու մտածում եմ հարսանիքի մասին լուրը մի տեսակ իմաստ չունի։ Ինչ ենք շտապում, ավելի լավ է բարեհաջող վիրահատությունն անցնի, հետո կգանք Երևան, նոր ամեն ինչ կանենք նենց, ոնց որոշել ենք։ Հետո դեռ պիտի Ադելին էլ ասենք։ Լիզա ջան, բանն են, որ մենք ոնց որոշել էինք, արդեն այդպես չի եղել։ Ադելին ասելու կարիք էլ չկա, կգա կիմանա մեծ աղջիկա, կհասկանա ամեն ինչ։ Ախր Ադելի համար հանկարծակի իմանալը շատ ծանր է լինելու։ Լիզա ջան, երբ էլ իմանա ծանր է լինելու ու նեղվելու է։ Նենց որ մտածի, չնայած մտածելու բան էլ չկա, ես որոշել եմ արդեն։ Հա, երկուսից փոխարեն արդեն դու որոշել ես, իմ կարծիքն էլ կարևոր չի, չէ՞։ Հա, որոշել եմ, Լիզա։ Այսքան ժամանակ արել ենք նենց, ոնց դու ես ուզել, ոնց դու ես որոշել ու Ադելից ճշմարտությունը թաքցրել ենք։ Հիմա կանենք նենց, ոնց ես եմ ասում։ Էս ինչ հոտ է։ Էս քո դուխու հոտը չի, Լիզա։ Բարև բժիշկ, Իշխանյան Ադելի հայրն է, Արսենը։ Այո, ձեզ պատասխանեցին։ Հա թղթաբանությունները պատրաստ են։ Շատ լավ։ Դե կսպասեմ ձեր զանգին։ Առայժմ շնորհակալություն։ Ինչ հոթով։ Չգիտեմ, տարօրինակ հոտ է ինչ-որ օծանելիքդ փոխել ես։ Հա, պապ, այստեղ Հովոյի հետ եմ խոսում, հիմա կգամ։ Ես գնում եմ, պապան պիտի դուրս գա։ Պապ։ Պետքա բժիշկի տեսնենք, արդեն պատրաստ ենք։ Հա, ես էլ ճիշտ ասած երկար մտածեցի ու հասկացա, որ Ադելը ճիշտ է։ Ինչ նկատի ունես։ Դե լավ կլինի, որ ես լինեմ իր հետ։ Ինչի տենց հանկարծ։ Չէ, պապ, հանկարծ չի, ուղղակի մտածեցի, հասկացա, որ ճիշտ է, որ ես լինեմ իր կողքին։ Չէ, դուք երկու քուր որոշել եք ինձ մատների վրա խաղացնել։ Պապ։ Լիզա, դուք եք իմ երեխեքը, ոչ թե ես ձեր երեխեն։ Երկուսիդ անգիր գիտեմ։ Պապ, ուղղակի մտածում եմ։ Ինչ ես մտածում, որ Հովան սխալ է, հա։ Մինչև քո հետ խոսելը, ես Հովի հետ խոսացել եմ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Բան էիր ուզում ասել, Հովա ջան։ Հա, Արսեն ջան։ Մի հատ բան եմ մտածում ու ուզում եմ առաջինը քո հետ խոսամ։ Ինչ։ Մտածում եմ, որ դու Ադելը երկրից գնաք այդ ընթացքում ես ու Լիզան ամուսնանանք։ Բայց ի՞նչ է այդ ընթացքում։ Դե իմ կարծիքով տենց ավելի ճիշտ կլինի, Արսեն ջան։ Ճիշտ կլինի, որ գնաք գաք, Ադելը այդ փաստը իմանա ու ավելի հեշտ կընդունի, կարծում եմ։ Այ, չգիտեմ։ Միանշանակ ես հարցի լուծումը, չգիտեմ։ Պատասխանել չգիտեմ, որ նա ճիշտ է։ Դե նենց է ես Լիզայի հետ չեմ էլ խոսել, բայց չեմ կարծում, որ դեմ կլինի։ Ու էլի եմ ասում, իմ կարծիքով սենց ավելի ճիշտ է։
Լիքը բաներ ավելի բարձ կդառնա ու բոլորիս համար էլ ավելի հեշտ կլինի։ Չէ, հեշտ չի լինելու։ Բայց ինչ-որ բան ձեռնարկել պետք է, սենց շարունակեն էլ մի բան չի։ Կարող է դու ճիշտ ես։ Մի խոսքով դու Լիզան ոնց կորոշեք։ Ուշանում է արդեն։ Պապ Հովոյի հետ խոսելը իմ որոշման հետ ընդհանրապես կապ չունի։ Չէ, Լիզա, սկսել եմ անհանգստանալ քո համար։ Դու ես վերջերս շատ տարօրինակ ես պահում քեզ։ Այսքան ժամանակ լռել եմ, հեռվից եմ փորձել նայել, հասկանալ, թե ինչ է կատարվում քո հետ։ Դու հասկանում ես ինչ նկատի ունեմ, չէ՞։ Չէ, պապ, ամեն ինչ նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Սովորականի նման է։ Չէ, Լիզ, հարցերը դեռ նույնը չէին։ Հետաքրքրվում էր ոնց տարբեր է սերն ու սովորությունը։ Երբ սիրում ես, օր առաջ ուզում ես սիրածդ մարդու կողքի լինել։ Երբ հասունացել է պահը, փախուստ ես պլանավորում։ Չեմ հասկանում, ինչ ես մտածում, ինչ ես զգում։ Բալես, կյանքում փախուստով բան չի լուծվում։ Եթե ինչ-որ բան կա, ասա իմանամ։ Չէ, պապ, հասկանում եմ ինչ ես ասում։ Ուղղակի մտքերս մի քիչ խառն են, ես էլ եմ փորձում ինքս ինձ հասկանալ։ Չէ, ասա, խոսանք միասին հասկանանք։ Դե ինձ համար հիմա դժվար է։ Միգուցե երբ հեռու լինեմ, հնարավորություն ունենամ հասկանալու ինչ եմ ուզում։ Լիզ, իմ մոտ անես տպավորություն, որ դու գիտես ինչ ես ուզում, բայց ի վիճակի չես ասես։ Պապ, դու ինչ էլ լինի, ինձ կհասկանաս, չէ՞։ Այն պահն է, որ արդեն պատրաստ ես լացել, խոսա հետս։ Եթե անգամ չհասկանամ, կընդունեմ ու կողքիդ կլինեմ։ Կասեմ, ուղղակի ինձ մի քիչ ժամանակ տուր, հա։ Պապ ջան, հարմար է մի երկու բառ խոսանք։ Հա, իհարկե, ինչ կարստի։ Ասում եմ Արսենը Ադելի հետ գնալու է վիրահատության։ Եթե հասցնեմ։ Ինչ։ Հետ ոչ մի բան։ Մտածում եմ, որ դեռ կիսատ թղթեր կան։ Դե ես Արսենի հետ որ խոսեցի, տենց բան չասեց, ոնց որ նորմալ է ամեն ինչ։ Ասա, լսում եմ, ինչ էր ուզում խոսենք։ Դե ասում եմ, որ Արսենն ու Ադելը գնալու են վիրահատության։ Չգիտենք ինչքան է տևելու այդ ամեն ինչը, երբ կգան, ինչ կանեն։ Մի խոսքով ես ու Լիզան էլ չենք ուզում սպասենք։ Կգնան, Լիզային կվերցնեմ, կբերեմ մեր տուն։ Դե կամուսնանանք էլի։ Չհասկացա, ինչ է նշանակում չենք ուզում սպասենք։ Եթե պետք եղավ, պիտի սպասենք։ Պապ, ինչին սպասենք։ Սիտղես, ախր ամուսնությունը լուրջ բան է, լուրջ որոշում է։ Պետք չի տենց հապճեպ դրա մասին որոշում կայացնել։ Լուրջ եմ ասում, քեզնից գլուխ չեմ հանում։ Քանի կար դու էիր ասում, որ շատ ուրախ ես, որ Լիզան է իմ կողքը, որ ընկերոջդ աղջիկն է, ընկերներ եք եղել, հիմա էլ կդառնանք բարեկամներ։ Բայց ոնց որ հիմա ասածս դուրդ չի գալիս, հա։ Չէ, հիմա էլ եմ ասում։ Լիզան շատ լավ աղջիկ է։ Բայց 1001 հարց կա։ Արսենը լավ մի խոսքով չգիտեմ։ Արսենը ինչ։ Ի տարբերություն քեզ Արսենը ասեց, ոնց դու Լիզան որոշեք, տենց էլ կանենք։ Իրան ինչ կա։ Պապ, ինչ ես խոսում։ Ոչ մի բան։
Լավ տղես, ես պիտի աշխատեմ, եթե էլ բան չունես ասելու, Չունեմ, ինչ պետք էր արդեն ասացի։ ով տղես, երևի, չգիտեմ, երևի հոգնած եմ, երևի ես գործից արդեն խելքս կորցնում եմ։ Իհարկե շատ ուրախ եմ։ Ոնց կորոշեք, նրանց էլ կանենք։ Լավ։ Շատ ուրախ եմ։ Մի քանի օրով բացակայելու եմ երկրից։ Պարզա։ Դե որ պարզա, ուրեմն աշխատի աչքի չընկնես։ Կամ էլ բարի հետս։ Չէ, լավ է, հանգիստ է։ Գիտեմ քո հանգիստը։ Վտանգ կա, Կա։ դες գուշ կլինես։ Այդ դու զգուշ կլինես, որ ես հանգիստ լինեմ։ Հասկացա՞ր։ Պապ, մի բան եմ ուզում հարցնեմ։ Ու շատ երկար ժամանակ ա որ ուզում եմ հարցնեմ։ Մաման Հայաստանում, հա։ Թույլ կտակ, Խոսա։ տեղեկություններ կան, որ Սարիկ Մակարյանը ուզում է լքել երկիրը։ Եթե հենց հիմա հրաման ստորագրեք, կարող ենք ձերբակալել։ Բայց այս անգամն հենց որ բաց չթողնենք։ Պետք է հետը համախոհներից մեկին էլ ձերբակալենք, որ խոսեն։ Հա, ու մի բան էլ։ Եթե թույլ կտակ։ Խոսա ասա։ Խոսել ես մինչև վերջ խոսա։ Խոսա։ Ձեր ընկերն է, չէ՞։